Ձեզ բոլորին, ձեր հետ է Նարեկ և դուք հենց գտնում եք Նարեկ Stories YouTube-յան ալիքում։ Եվ այսօր ես կրկին պատմելու եմ պատմություն Տաշիր քաղաքի մասին։ Իսկ դուք չմոռանաք լայքեք այս վիդեոն, բաժանորդագրվեք ալիքին, քանի որ մեր վիդեոյի 50%-ը նայում է մեր վիդեոները առանց բաժանորդագրվելու եւ պետք է անեք հետևյալ քայլերը։ Լայքեք այս վիդեոն եւ բաժանորդագրվեք ալիքին։ Մեզ պետք է 100 լայք եւ 100 բաժանորդ։ Իսկ մենք սկսում ենք։ Տաշիր քաղաք հայտնի մի քաղաք, որը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Վրաստանի սահմանից։ Տաշիր քաղաքը հիմնադրվել է 1844 թվականի հոկտեմբերի 10-ին ռուս մալականների կողմից, այն սկզբից վերանվանվել է Վոլանցովկա իրենց ղեկավարի Միխայել Վոլանցովկայի անունով, որը պայմանագիր է կնքել Ալեքսանդր Առաջինի հետ։ Տաշիր քաղաքը, այսինքն Վոլանցովկան, իրենց լինելու համար։ Նաև Տաշիր քաղաքը 190 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում մայրաքաղաք Երևանից, որը հավասար է 3-ից 4 ժամ ճանապարհի։ 1937 թվականին այն վերանվանվում է Կալինինոյի հեղափոխական դաշնակից ղեկավար Կալինի մի մարդու անունով։ 1961 թվականին այն անվանվել է Հայաստանի մարզերի շարքում, իսկ 1983 թվականին քաղաքների շարքում։ Հայաստանի Հանրապետության քաղաքների շարքում։ 1991 թվականին երբ Հայաստանը անկախ պետություն դարձավ, այն վերանվանվեց Տաշիր։ Իսկ Տաշիր բառը եկել է պանիր Տաշիրից, որը ուղղակի հիանալի է եւ համով։ Տաշիր քաղաքը հայտնի է իր ծառերով, ծորերով, գետով եւ պատմամշակութային զարգացումով։ Նույնիսկ այն մարդիկ չգիտեն, որ Տաշիր քաղաքում դեռևս բնակչություն եղել էր մեր թվարկությունից առաջ 9-րդ դարում, պատկերացնում եք, այդ տարից մինչև հիմա Տաշիրի բնակիչները շատ են։ Տաշիր քաղաքի սիմվոլներից մեկն է, այսինքն ամենահայտնի սիմվոլներից մեկը դա մշակույթի կենտրոնն է, արձանները, եկեղեցիները եւ այլն։ Այսքան էր Տաշիր քաղաքի մասին, եթե ցանկանում եք էլի պատմեմ ինչ-որ քաղաքի կամ գյուղի մասին, ապա կոմենտներում գրեք, թե ինչ քաղաքի մասին կամ գյուղի մասին պատմեմ։ Ձեր հետ եղել էր Նարեկ Stories-ը, իսկ դուք չմոռանաք լայքեք այս վիդեոն եւ բաժանորդագրվեք ալիքին։ Հաջողություն։